Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք սոցիոլոգ վերլուծաբան պարոն Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ պարոն Սարգսյան։ Բարև։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, ուրախ եմ ողջունել ձեզ մեր ստուդիայում։ Պաշտպանության նախարար Հայաստանի Պապիկյան, ադրբեջանական կողմի զորքերի տեղաշարժ չկա, գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ, արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակները, ուրեմն գնդակահարում են թե չէ, կրակելու, չկրակելու պահը, եւ նա ասում է, որ ադրբեջանցիներին ենք մենք դիմել, ասել ենք մեզ ապացույցներ ցույց տվեք։ Ինչ վիճակում ենք մենք գտնվում։ Սա ինչու է Պապիկյանը հարկամարել հայտարարել, որ արբանյակային նկարներ չկան, կարծեմ ասել էր նաև, որ հետախուզական տվյալներ չկան, միանշանակ հետախուզական տվյալներ չկան։ Հետախուզությունը պետք չի պատկերացնել երկրորդ համաշխարհային իրենտորսից, շուտ մարդիկ ճորեկտատ գնում են, փշալար են կտրում, բան կոմանդոյի կինոյի պես ներկացված ուզում են վիզուալ բաներ կան, հնարավորություններ կան, բավականին խորը նայելու։ Մանավանդ մեզ մոտ այն վայրերում, որտեղ մեր դիրքերը իրանցից բարձր են, իսկ հակառակը շատ քիչ տեղ է, այսինքն հիմնականում մեր դիրքերը ավելի բարձր են, քան ադրբեջանցիները, մենք խորքն ենք տեսնում, շատ խորք է, այսինքն մենք տեսնում ենք պոտենցիալ շարժը, բացի դրանից դա հնարավոր է ռադիոհետախուզության ընթացքում դիտարկել, օրինակ, չգիտեմ, ռադիո սիգնալների փոխանցման ծավալի մեծացում, հատուկ հաճախականությունների վրա ռադիոսիգնալներ, այսինքն որից պրոբլեմ չկա հասկանալու կակուտակում թե չէ։ Մտավորաբար եթե պաշտպանության նախարարը ասում է ինչ-որ բան կա, որ ասում, այսինքն ասում է, որ բան չկա, հետևաբար չկա այնպիսի մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պետք է արձագանքի որպես։ Բացի դրանից, եկեք բան հասկանանք, որ հիմա գարուն է եւ տեղի ունենում հերթափոխ բոլորի մոտ, համ մեզ մոտ, համ իրանց մոտ։ Դիրքերը ձմեռվանից հետո մանավանդ նրանք, որոնք ձանտակ էին, վերանորոգվում են, տեղեր կան վերակառուցվում են, այսինքն շարժ այսպես թե այնպես պետք է լինի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հայտարարությունները 11-12, եթե չեմ սխալվում, վերջի մի քանի օրվա մեջ, դրանք սկսեցին Վալկաստականի այցի ժամանակ, ինքը նույն Վալենտինա Մոտվիենկո, Ռուսաստանի Սենատի նախագահի, եւ միակ երկիրը, որը Ադրբեջանի այս բաներին արձագանքեց, մեջբերելով Ադրբեջանի խոսքերը, դա Ռուսաստանն էր, ինչը ընդհանրապես գաղտնիք չի բոլորիս համար, բայց սա պետք է ֆիքսվի եւ հնչի, որ այս ամբողջ անհրաժեշտ է բացառապես Ռուսաստանին, որպեսզի ոչ մի պարագայում խաղաղության պայմանագիր չկնքվի, եւ ես ասեմ, որ նա սրա պատճառը, որի մասին արդեն ասել եմ։ Արևմտյան երկրների եւ մեծ հաշվով ամբողջ աշխարհի ողջունի խոսքը այս դեռևս չստորագրված պայմանագրի զուտ տեքստի հաստատման հիմնված էր նրա վրա, որ առաջին անգամ Խորհրդային միության փլուզումից հետո Խորհրդային միության տարածքում տեղի ունեցել դիվանագիտական գործընթաց, որը եկել է ինչ-որ շոշափելի արդյունքի առանց Ռուսաստանի մասնակցության։ Ռուսաստանի մասնակցությունը եղել է զրոյական, process-ը սկսվել է Պրահայում եւ Պրահայից շարունակվել է։ Սա Ռուսաստանի համար ոչ միայն ապտակա, այլ, ասենք, չգիտեմ, ոնց ասեմ, ձևակերպում, որ ինքը այլևս գոյություն չունի, որպես նույնիսկ տարածաշրջանային գերտերություն։ Տարածաշրջանային գերտերությունը, առանց որի խաղաղության պայմանագրի տեքստը ստեղծվում, հաստատվում եւ պատրաստվում ստորագրման, այսինքն մնում է ֆիզիկապես այդ ստորագրությունը դրվի, ինքը տարածքային գերտերություն չի, ինքը ուղղակի հարևան երկիր է։ Սա առաջացրել է կատաղություն, քանի որ Իլհամը շատ կախված է բանից Պուտինից, հետևաբար Վալկաստականի մեսիջը եղել է այդ։ Ես ուզում եմ ֆիքսեմ, որ շատ դրական Հայաստանի համար մի փաստ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաները, որ երրորդ անգամ Ադրբեջան գնում են, իսկ Հայաստան չեն գալիս։ Սա շատ կարևոր է։ Սա նշանակում է, որ իրենք չեն կարողանում նույնիսկ դիվանագիտական կամ բան ճանապարհներով ճնշում գործադրեն Հայաստանի վրա, պարզադա այս իշխանությունների արածնա ինչ-որ չափով, բայց հիմնականում դա արևմուտքի աջակցության շնորհիվ է, որ կարողանում ես ասես, որ չեմ ընդունում կամ
այտենց ինչ-որ բան չկա։ Բայց իրանք գնում են Ադրբեջան, ստեղ չեն գալիս։ Իսկ այս պայմանագրի տեքստը եւ այս պայմանագիրը, որը պարունակում է Ալմատայի 91 թվականի հռչակագիր, որը ավտոմատ կերպով ստանում է 21-րդ դարի նոր կյանք, Ռուսաստանի համար մահացու է, որովհետեւ դա նշանակում է, որ ստեղծվել է նախադեպ, այդ նախադեպը 91 թվականի սահմաններն են, հիմա ուշադիր միած sense նայում ենք Ռուսաստանից արևմուտք, տեսնում ենք, որ Ուկրաինայի սահմանները եւս ֆիքսված են եղել Ալմատայի հռչակագրով եւ դրանից հետո կնքված բոլոր պայմանագրերը ոնց որ թե պայմանագիր, համաձայնագիր, բան ջրվում է, որտեղ մենք դրանից հետո ունեցել ենք, չգիտեմ, այնտեղ բան զինադադար, հետո ինչ-որ տիպի բանակցություններ, հետո եւ այլն, բայց այդ ամեն ինչ խաղից դուրս է, բոլորը վերադարձել են 91 թվականի, այսինքն սովետական միության անկմանը։ Եվ այս փաստը եւ այս նախադեպը լինելու է սեղանին, եւ սա այդ բունկերային առնետը լավ էլ գիտի, որ սա իր սեղանին դնելու են, երբ որ ինքը սկսի Ուկրաինայի հետ բանակցել։ Եվ իրան ասելու են եղբայր, ստեղ եղել է կոնֆլիկտ, ձեզ մոտ այս կոնֆլիկտը սենց է լուծվում, նախադեպը կա, հեծանիվ մի հնարեք, հեծանիվի թեման մի քաղաքականացրեք, կապ չունի ստեղ։ Ռասմուսենի այցին մենք անդրադառնանք, դեռ տեսնենք ինչ նոր զարգացումներ կան, հենց նոր ստացվեց Ադրբեջանի արձագանքը Արարատ Միրզոյանի ելույթին, եւ Ադրբեջանը միանգամից որոշեց իր դիրքորոշումը հայտնի ոչ միայն Արարատ Միրզոյանին ի պատասխան, խոսքը գնում է ռազմագերիների մասին, այլ նաեւ ընդհանրապես այս պայմանագրին, խաղաղ պայմանագրի հետ կապված նա ասաց, որ Հայաստանն էր առաջինը դուրս հանել իրենց, մի շարք մեղադրանքներ եւ մի շարք նորից պահանջներ Հայաստանից։ Չեմ ուզում բոլորը թվարկել, բոլորս անգիր գիտենք, դրան պետք չի թվարկել, ես անգիր չգիտեմ, բայց պետք չի թվարկել, չէ՞։ Հա, չէ, իմաստ չունի։ Ինչու գիտենք անգիր, որովհետև նրանք անընդհատ են ուրեմն հայտարարում։ Եկեք փորձենք պարզապես այս պահի դրությամբ պաշտպանության նախարարը ասում է մենք ոչ մի զորքերի տեղաշարժ չենք տեսնում, ոչ մի խնդիր չենք տեսնում, մենք չենք գնդակոծում, մենք հերքում ենք, Ադրբեջանը շարունակում է այս ֆոնին իդեպ այդ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների եւ հեռախոսազանգից հետո եւ այցից Բաքու, Մոսկվայից Բաքու այցից հետո կարծես թե Ալիևը ամենօրյա ռեժիմով 2-3 անգամ օրվա ընթացքում տալիս է, որ Հայաստանը գնդակոծում է։ Եկեք պարզապես ձեր գնահատականը ինչ է անում Ալիևը։ Ասեմ, գնահատականը շատ պարզ է։ Տրամպի քաղաքականությունը տարածաշրջանում ես գնահատում եմ բացասական։ Իրան ներկայացուցիչի այցը Բաքու առանց Հայաստան այցի ես գնահատում եմ բացասական։ Ես ենթադրում եմ, որ արտաքին, ասենց ասեմ, արտաքին ցուցիչներով կարելի է ենթադրել, որ Ամերիկայի Տրամպի ներկայացուցիչ, այնտեղ շատ կարևոր է հասկանալ պետդեպի եւ Տրամպի անձնական ներկայացուցիչի տարբերությունը։ Տրամպի համար անձամբ աշխարհում գոյություն ունի բացառապես Իսրայելի շահեր, ուրիշ շահեր գոյություն չունեն։ Նույնիսկ Ամերիկայի շահերն է ինքը հետ գցում։ Գոյություն ունի բացառապես Իսրայելի շահեր։ Իր ասապական գրպանը եւ Իսրայելը, այլ շահ ինքը չունի։ Դրա համար իր ներկայացուցիչները եթե միտեղ խառնված են, դա բացասական է բոլորի համար, բոլոր կողմերի, շատ ծիծաղալ այդ թվում Իսրայելը, բայց լավ, դա իր կարճ խելքից է։ Ես ենթադրում եմ, որ այնտեղ եղել է, որ պետք է ստորագրեք, որովհետև դե ինքը տենց հայտարարել է, որ խաղաղություն է ուզում։ Նրանք ասել են կա պայման, որ մենք չստորագրենք հարցականի նշանը, իրեն ասել է, հա դե եթե հայերը սկսեն կրակել, կարակ չստորագրեք։ Եվ այս ամբողջը երկու բան ունի, Ալիևի ոչխարները եւ օվալ կաբինետում նստած անձնավորությունը, որովհետեւ սենց ասեմ, սրա դեմ կարելի է առնել, եթե Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը աջակցենք, որպեսզի իրանք հայտարարեն, որ որևէ կրակոց չկա, այսինքն այս թեմայով որ լինի հայտարարություն, կամ ինչ-որ բան, կամ պարոն Ռասմուսենն աստեղ ենթադրում եմ, որ իր միջոցով էլ է կարելի դա հասցնել համապատասխան օղակներին, որ Հայաստանում որևէ բան չկա, Հայաստանի սահմաններում, նորից եմ կրկնում, գոյություն ունի երկու մոտեցում, ստեղ պետք է հասկանալ, մենք սովորենք, որ Ռուսաստանն է հիմնականում տենց կամ ասենք տոտալիտար երկրները, բայց պետք է արդեն սովորենք, որ ԱՄՆ-ում էլ է տենց, գոյություն ունի մի խումբ, որը
ուրիշ նպատակներ ունի, ուրիշ նպատակներով է իշխանության։ Այսինքն մենք ունենք Ռուսաստան, որը չի ուզում, որպեսզի այս խաղաղությունը կնքվի, որտեղ այս խաղաղությունը կրկնում կնքվելուն պես ֆիքսվում է թղթի վրա եւ միջազգային բաներում, որ Հայաստանը եւ Վրաստանը ամբողջությամբ անցել են եվրոպական ճամբարը։ Սա ձեռք չի տալիս ոչ Ռուսաստանին, ոչ Տրամփին, Ամերիկային չէ, Տրամփին։ Տրամփը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը Եվրամիության Եվրոպայի թշնամին է։ Ինքը ասում է, որ Եվրոպան ստեղծվել է, որպեսզի Ամերիկային ինչ անի, screw up անի, դա չի թարգմանվում հայերեն ցենզուրայի մեջ։ Չեմ կարող թարգմանում, բայց նրանք ովքեր անգլերեն գիտեն, հասկացան ինչի մասին է խոսքը։ Եվ սա բավականին վտանգավոր է թե մեզ համար, թե տարածաշրջանի համար, թե բոլորի համար, որովհետև մենք չունենք որևիցե հիմք պնդելու, որ այնտեղ կա իրոք սրացում, բայց մենք ունենք հիմք պնդելու, որ Տրամփը Պուտինի հետ փորձում է պայմանավորվել, մասնավորապես արդեն իսկ հնարավոր է շատ մեծ հավանականությամբ, որ ասում են likely, այսինքն 50% հավանականությամբ մի փոքր ավել, պնդել, որ ինքը Ուկրաինան վաճառում է Իրանի դիմաց, եւ մենք վերջի խոսակցությունը Պուտին-Տրամփ տեսանք, որ ինքը Ուկրաինան հանձնելուն պես Ռուսաստանից ստացավ հայտարարություն, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, այսինքն ինքը վաճառում է Ուկրաինան տալիս է Պուտինին, դրա դիմաց ստանում է Պուտինի Իրանին չաջակցելու խոստումը եւ այդ կոնֆլիկտ սենց է խաղում։ Իր համար ոչ մի երկիր սուբյեկտություն չունի, ինքը անձամբ համարում է Բոլտոնին, որ լսում եք, ասում է ինքը համարում է, որ ինքը Պուտինի ընկերն է, ու հակառակը։ Լրագրողները բրիտանացի հարցնում են, դուք ոնց որ դուք եղել եք այդ բանակցությունների մեջ, դուք ինչ եք կարծում, ինքը ասում է ցենզուրայից դուրս, ինքը ասում է, որ Պուտինը Տրամփին օգտագործում է որպես անձեռոցիկ, այսինքն ընդհանրապես շան տեղ չի դնում, ինչը մենք գիտենք, որտեվ Տրամփը շատ հեռատես չի, լավ կրթված չի, մեծ հաշվով կրթություն չունի, չի պատկերացնում ինչի մասն է, ինքը լավ չի հասկանում ընդհանրապես, ինքը կարող պատկերացնում է միջազգային հարաբերություններ, ինչպես կորպորատիվ հարաբերություններ, կորպորացիաների միջև, եւ համարում է, որ գոյություն ունի 3 խոշոր կորպորացիա, մեկը ինքն է, մեկը Չինաստանն է, մեկը Ռուսաստանն է, ուրիշ խոշոր կորպորացիա չկա։ Այդ իր խնդիրն է։ Ես իրականում անձի դերը պատմության մեջ այդ մշտական վեճը, հիմա նոր լաբորատոր բան ունենք, իրավիճակ ունենք, հա, Տրամփ, որը տապալեց Ամերիկայի տնտեսությունը, Տրամփ, որը տապալեց միջազգային հարաբերությունները, սրանանում իհարկե մեղքը շատ մեծ է նաև եվրոպական երկրների, ինչ իրենք գիտակցել են եւ փորձում են դուրս գան, որովհետեւ երկար տարիներ համարվում էր, որ Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտները կկարողանան այս հարցը փակեն, դեռևս Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտները պայքարում են ուղղակի ժողովրդավարության պահպանման համար, մենք գիտենք, որ դատարանները ակտիվորեն փորձում են կասեցնել Տրամփի որոշումները, USA-ը փակեցին, բացել տվեցին, շենքը վերադարձնել տվեցին այդ Ռոնալդ Ռեյգանի շենքը, բայց ամեն դեպքում դեռևս այդ ներքին իմունիտետը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեին, դեռևս բավարար չի նույնիսկ մասկին հանել թեմայից, էլ չասած կասեցնել Տրամփի անկանոն քաղաքականությունը, որը ինքը չեն հասցնում կասեցնեն բոլոր բացասական քայլերը, սա վտանգավոր, սա իրոք վտանգավոր է, սա ոնց որ 13 տարեկան երեխային միջուկային զենքի բան տաս, կոճակ, դա անհնար է։ Եթե ես ճիշտ հասկացա, դուք ասացիք, եթե ոչ դուք ինձ ուղղում եք, որ Ալիևի այս գործողությունները համաձայնեցված են Միացյալ Նահանգների հետ, այս հայտարարությունները, քանի որ ես ուզում եմ, որ դուք ինձ հերքեք, բայց ավելի ճշգրիտ ներկայացնեք այդ ձեր դիրքորոշումը եւ ձեր կարծիքը, եւ քանի որ եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը այսքան չեն ողջունում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքումը, ապա Տրամփը ինչ-որ աչքերը փակում է։ Տեսեք, շատ կարևոր է, շատ շնորհակալ եմ, որ հարցի ձևակերպումը տենց արեցիք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել են եւ պահանջել են ստորագրել։ Չի ողջունում Տրամփը եւ իր աշխատակազմը, դրանք տարբեր բաներ են, սա մեկ, որովհետեւ Եվրոպայի դերն է մեծանում։
Երկու, իրանք ոչ թե դեմ են այս պայմանագրին, այլ ես ասում եմ հետևյալը. ըստ արտաքին ցուցիչների, ես չգիտեմ ինչ են խոսացել, բայց ըստ հաբրգացության Ալիևի, երևում է, որ իրա այն բանին, թե ես չեմ ստորագրելու, իրան ասել են դու կարաս չստորագրես մենակ, եթե Հայաստանը քո վրա հարձակվի։ Եվ ինքը ապահովում է այս տեղեկատվական ֆոնով, որ Հայաստանը իր վրա հարձակվել է։ Մենք գիտենք, որ Տրամպը բացահայտ հիմարություններ է դուրս տալիս, ամբողջությամբ ռուսական նարատիվով, եւ ես ենթադրում եմ, որ մարդիկ, օրինակ Տուլսի Հաբարդը եւ այլն, որոնք ամբողջական ռուսական նարատիվ տանող իր սեղանին դնող են, այս բաները, որոնք որ Ռուսաստանում տարածվում են, որի մասին խոսում է Մարիա Զախարովան, որ Հայաստանը կրակել է, որ հրետանիա օգտագործե եւ այլն, այս դրվելու է Տրամպի սեղանին։ Եվ հետո ինչ որոշում եք Դենի Բեդովլաթը։ Հիմա այս իրավիճակում Չէ, տեսեք, ախր դուք հիմա բերում եք ինչի, ինչ որոշում է կայացնելու։ Ես չգիտեմ Ես հետո դեպի Սյունիք եմ վերելում։ Ես չգիտեմ ինչ որոշում է կայացնելու։ Ես ձեզ ասում եմ, ես հետախուզությունն եմ, ես չգիտեմ, ես իրակ ամեն մի հիմարի գլխի մեջ չեմ կարողանում մտնել։ Ես կարողանում եմ իրանց ասածը, արածը վերլուծեմ կամ post factum, կամ ասեմ տենդենսը սա է։ Հիմա տենդենսը կներեք եղեք, մի զայրացեք, Սյունիքի հարցն եմ բարձրացնելու, ինչու, որովհետև դուք ասացիք, որ եթե էլի նորից ճիշտ եմ հասկացել, Միացյալ Նահանգները ամեն ինչ անում են Իսրայելի սրտով որպեսզի լինի։ Դե Իսրայելի սրտով էլ, Իսրայելն էլ անում է երևի թե ճիշտ եմ ասում, թե ոչ, ամեն ինչ որ Ալիևի սրտով լինի, կարելի ասել թե ոչ, տեղից սկսենք։ Չէ, ես հենց այդտեղ կանգնում եմ։ Ոչ, Իսրայելը ոչ մեկի տեսեք, եթե Տրամպի համար Իսրայելի շահերը բոլորից կարևոր են, ապա Իսրայելի շահերը Իսրայելի համար Իսրայելի շահերին հավասար շահ չկա նույնիսկ։ Էլ չասած Ալիևը իրանց համար գործիք է։ Ընդ որում, հիմա այդ գործիքի ազդեցությունը բավականին նշանակությունը բավականին փոխվեցել է, որովհետև Իսրայելը կարևոր էր Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ, երբ ասել եմ դա, իսրայելական կործանիչները միտեղ պետք է նստեին, երբ որ գան հասնեն, աշխատեն Իրանի վրա, անհրաժեշտության դեպքում ինչ որ մի հատ տեղ պետք է լինի, որտեղ իրենք ասենք վնասված լինեն, բանն կարողանան նստել։ Բաց դրանից ընդեղից հետախուզություն, ռադիոհետախուզություն է իրականացում, դե Կասպից ծովն է, Կասպից ծովը հնարավորություն է տալի այդ Գիլանի բան, պարսկական այդ մասով, ապով հետախուզական օպերացիաներ իրականացնել, նույնիսկ, չգիտեմ, ինչ որ ագենտներ տանել իջացնել, որովհետև իրականում, օրինակ, բոլորը չեն ֆիքսում, բայց Ադրբեջանը ունի 6, եթե ես չեմ սխալվում, 6 սուզանավ Կասպից ծովում, որոնք Բաքվում են կանգնած եւ ակնհայտ է, որ այդ 6 սուզանավը հիմնականում դա ոչ թե բանն են սուզանավերն, որոնք նավեր են ոչնչացնում, սուզանավերն են, որոնք բան են անում, ռազմական օպերացիաներ, գաղտնի օպերացիաների իրականացման համար, այսինքն թաքնված գալիս ես մինչև ապ, ընդեղից ակվալանգով քո ուզած ագենտներին բացես տողում, հետո սկան վերցնում ես իրենց, այսինքն սա այն է ինչի մասին որ պետք է խոսել, ակնհայտ է, որ Իրանը չունի հակասուզանավային պաշտպանություն Կասպից ծովում, որովհետև ոչ մեկի մտքով չէր անցնի, որ բան չի երևում, չկա այդպես բան։ Սա ինչի համար է Իսրայելին Ադրբեջանը, բայց սա ամենևին չի նշանակում, որ Իսրայելին անհրաժեշտ է ուժեղ Թուրքիա։ Իսկ ուժեղացնել Ադրբեջանը, տեսեք Ադրբեջանի հախից եկողը բացառապես Հայաստանն է։ Մեծ հաշվով նաև տենց ինչ-որ այդ բանի։ Ինչով հախից գալու։ Ցանկացած բանը։ Այսինքն եթե հիմա կոպիտ ասած մեզ տրվող զենքը չկասեցվի, Ադրբեջանը կպատրեն կակտուզիկ գրելք ոնց որ ասում են։ Այսինքն այնտեղ բանակ չկա մեծ հաշվով։ Թուրքիան, եթե Իսրայելը չի խառնվում, եթե Իսրայելը հետախուզական տվյալներ չի տալիս, Թուրքիայի հատուկ ջոկայիններն են մենակ որտեղ Թուրքիան ուղիղ չի կարող մտնել այդ կոնֆլիկտի մեջ, դա դժվար չի։ Մեծ հաշվով Ադրբեջանի ռազմավարական երկարաժամկետ ոչնչացումը դա երկու հատ խողովակ է, որոնք շատ մոտիկ են մեր դիրքերից անում, իրանք մեկ-մեկ դրա մասին ասում են, հայերը հեսա կտան, բա որ մի օր կտան կջարդենք, բա ինչ կանենք։ Այսինքն մենք տեսնում ենք ուկրաինական պատերազմում, ոնց կարելի է
վառելիքային այդ ենթակառուցվածքներին հարվածելով երկիրը բերել կզացնել։ Հիշեցնեմ, որ օրինակ Ադրբեջանի տարածքում նավթամշակող գործարան չկա, իրանք ամբողջությամբ կախված են պահեստներից, իսկ պահեստները շատ ինչ-որ հասանելի են եւ ինչպես ցույց է տալիս ուկրաինական գուրը շատ հեշտ վնասվում են ու երկար վառվում են։ Այսինքն այդ վիճակն է, որ հա մենք անհրաժեշտության դեպքում կարող ենք տնտեսապես Ադրբեջանի, որտեղ 80%-ով կախված է նավթից եւ գազից։ 80%-ով։ Դա նշանակում է, որ ասենք, եթե 1 ամիս նավթամուղ Ռուսաստան չի, մի հատ է, մի թել է։ Եթե ասենք մի հատ ճնշումային կայան, կոմպրեսորային կայան վնասվի, ու 1 ամիս ասենք նավթը ու գազը չգնան, Ադրբեջանը խնդիր ունենա։ Եվ սա մասին Ադրբեջանը գիտի։ Սա ինչով կարան քաղաքից գանք։ Հիմա ինչա կարևոր Իսրայելը տեսնենք, Էրդողանը ակնհայտորեն Սիրիան այս մասը կարողացավ վերցնել, հիմա իհարկե պայքարագնում քրդերի դեմ, հիմա այնտեղ երևի կանրադառնանք պայքարագնում այդ հանրապետականներին վերացնելու, հա, եւ մեծ հաշվով, քանի որ ուժերը, որոնք եկել են իշխանության, եւ Իսրայելը դա տեսնում է, դրանք ոչ մի բանով չեն տարբերվում Հեզբոլլայից եւ Համասից, այսինքն նույն աբեկչական բաներն են, Ալ-Նուսրանա, ուղղակի սրանց մեջ կետը կանգնած է Էրդողանը, որը կանգնում ասում է Երուսաղեմը իմն է, դա իմ Օսմանո քաղաքն է եւ այլն, Իսրայելի համար սա վտանգավոր է։ Եվ Իսրայելը չի ուզենա, որ Թուրքիան, Իսրայելը եւս չի ուզենա, որ այդ սելջուկ բոլշևիկյան հրեշը առաջանա։ Սելջուկ բոլշևիկյան հրեշը այդ նշանակում է, որ ասենք Պոլսից մինչև Հրեն, ուր Չինաստան, Խաբարովսկ, Յակուտսկ այս ամբողջ բանը իրար միավորել։ Այս սրաբագին կանգնած է Հայաստանը։ Հայաստանն է փակում այդ ճանապարհը մեծ հաշվով, որտեղ Իրանն չի ուզում, ակնհայտ։ Իրանը չի ուզում, Հայաստանը չի ուզում։ Եվ ստեղա որ բալանսը միշտ պահվում է։ Հենց ստեղա որ նաև ինչ որտեղ Ամերիկան երբ որ Բայդենի կամ բանի ժամանակ թույլաtsնում է Իրանի վրա ճնշումը, որովհետև իրանք էլ են հասկանում որ դա պետք չի։ Դա ոչ մեկ այդ մեծ բանը խաղացողը ոչ մեկին պետք չի։ Դա ավելնորդ է։ Ոչ Չինաստանին է պետք, ոչ Հնդկաստանին, ոչ մեկին։ Պետք է բացառապես Ռուսաստանին, որտեվ ինչու, որտեվ նախ Ռուսաստանը ղեկավարվում է ոչ պակաս հիմար գյադով, որը համարում է, որ ինքը կարա կառավարի, իրան թվում է ինքը կնստի այդ բանի գահին։ Դա այդպես չի, որովհետև մեծ հաշվով մենք բոլորս գիտենք, որ իրենց կանայք խելքները գնում է թուրք տղամարդկանց համար, այսինքն Կաբաևան հաստատ իրան կմորթի մի հատ ջահել թուրքի համար, էլի մոռացեք, չի կարա լինի։ Եվ խնդիրը բացի Ռուսաստանից բոլոր մեծ խաղացողների համար հետևյալն է, ինչների սա պետք մոտավորապես 500 միլիոնից մինչև 1 միլիարդ, որտեղ շատ արագ են բազմանում, ովքեր ունեն ապլոմբ, ովքեր համարում են, որ աշխարհը իրանցն է, ովքեր չունեն կրթություն, չունեն քաղաքակրթական ներդրում, կներեք, սա ոչ մի բան չի, շովինիզմ չի, քսենոֆոբիա չի, չունի, սելջուկները չունեն համաշխարհային ներդրում, ոչ մի, սրանք ուղղակի բան են, զավթիչ են, իրանք ոչ մի բանի հիմք չեն կարող հանդիսանել, սա մեծ, շատ սոված, շատ չկրթված, շատ չտես, շատ չուզող, շատ չար կոնգլոմերատ է, ազգերի, որոնք մեծ հաշվով իրար ատում են, որովհետև օրինակ ղազախները համարում են, որ թուրք աշխարհի առաջատար ինքն է։ Էրդողանը ասում է ես եմ։ Ղազախները ասում են դու ոնց որ թե լազ ես։ Այսինքն իսլամ ընդունած վրացի ես, դու թուրք չես։ Ինչ նորմալ է, որովհետև թուրքական դեմքը դա ղազախների դեմքն է։ Ուստեղ գալի հայտնում է Օրբանը, որը ասում է թուրքը ես եմ։ Եվ թուրքերի ղեկավարը, պատկերացնում եք, չէ՞։ Բացի դրանից կա ղրղզները, որոնք համարում են, որ ղազախները ով են եղել, որտեղ հիշեցնեմ, որ բավականին երկար սովետական միության ժամանակ դա բան էր, ղրղզական հանրապետություն էր, իսկ ղազախները դա ինքնավար հանրապետություն էին Ղրղզստանի մեջ։ Այսինքն ստեղ էս ամբողջ բան, իրանք միասին չեն, բայց իրանք բոլորը սոված են։ Իրանք բոլորը չտես են, իրանք բոլորը չուզող են։ Դուք ոչինչ չեք կարող գտնել, որը իրանք աշխարհին տվել են։ Բայց կարող եք բազմաթիվ բաներ տեսնել, որոնք իրանք ոչնչացրել են։
ով չի տեսնում սա բոլորը տեսնում են։ Դրա համար տենց ինչ-որ բան է, մոտեցումները տարբեր են։ Բրիտանացիք համարում են, ու անգլո-բրիտանական այդ բլոկը, սենց է, բրիտանացիք փորձում են կառավարեն, ֆրանսիացիները փորձում են պայմանագրերով բանով, բայց ճնշած պահեն, եւ սա շատ նուրբ խաղ է։ Այս նուրբ խաղի մեջ օվալ կաբինետում նստած անձնավորությունը ինքը բացասական ջոկերն է, ինքը վատն է, ինքը պետք է չխառնվի, որտեղ ինքը չի հասկանում ինչա կատարում։ Ինքը նախորդ ադմինիստրացիաների 80 տարվա ստեղծած այդ ամբողջ փափուկ ուժի գործիքը մեկ շաբաթվա մեջ ոչնչացրեց։ Հիմա շատերը ասում են կվերականգնվի։ Ես ձեզ ասեմ, դուք երբևիցե կվստահեք ամերիկյան կառավարությանը։ Ասենք ոնց կարաս դու բանը համաշխարհային ամենակարևոր այդ զզվում եմ ստեղի ազատության գրասենյակից։ Ես համարում եմ, որ սրանք Լևոնի որջ են, ամենավատ բանն է Հայաստանում, որ եղել է, իրանք լևոնական են բոլորը, ինձ համար անընդունելի, բայց 88-89 թվերին Ամերիկայի ձայնը եւ բանը շատ կարևոր դեր էին տանում մեր այդ պայքարի։ Ցերեխայի, բայց հիշում եմ, տանը լսում էին, բան էին անում։ Դուք ինքներդ ասեցիք Թրամփին մի նույնականացրու այժմ Միացյալ Նահանգների։ Հա, բայց եթե Միացյալ Նահանգները կարողանում են ընտրել Թրամփին, մյուս անգամ ոնց հավատանք։ Չես կարող։ Հակակառավարական ցույցեր Թուրքիայում, քանի որ Թուրքիայի մասին ենք խոսում, եկեք փորձենք հասկանալ ինչ է այնտեղ կատարվում։ Ես պարզապես կարճ ասեմ, որ Էրդողանը դուրս եկավ 3 առաջին անգամ արձագանքեց, այնտեղ փոթորիկ է արդեն 3-4 օրը, ասեց դե փոքր ինչ որ զանգված է, դե ուշադրություն էլ չեմ դարձնում։ Արդյոք իսկապես նա կարող է ուշադրություն չդարձնել։ Ինչ է կատարվում, կա կարծիք, որ հենց Էրդողանն է դա հրահրել, կա կարծիք, որ անգամ Միացյալ Նահանգներն են հրահրել։ Տեսեք թեման իմ իմանալով ինչն է, գոյություն ունի Թուրքիայում մի իրավիճակ, որ Էրդողանը հասկանում է, որ պարտվում է, բազմից խոսացել ենք ձեզ մոտ, ինքը վերջին ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների պարտվեց։ Մանսուր Յավաշը Անկարայի քաղաքապետը եւ Իմամ Ուղլուն, որը Ստամբուլի Պոլսի քաղաքապետն էր, իրանք առաջատարներն են այդ հանրապետական կուսակցության, որը մեծ հաշվով բոլոր հարցումներով արդեն առաջին տեղն է զբաղեցնում կայուն։ Հիմա հարցը հետևյալն է. Էրդողանին անհրաժեշտ է մնալ իշխանության։ Ինչու՞։ Էրդողանին անհրաժեշտ է մնալ իշխանության, ինչպես եւ բոլոր ավտորիտար ղեկավարների, որովհետեւ ինքը գիտի, որ ինքը նստելու է։ Կամ իր բարեկամների երեխեքի ձեռից սաղ կվերցնեն, եթե իշխանությունը փոխվի։ Որտեւ ինքը տենց արել է, եւ սրանք էլ հետ են ֆրոցնելու անելու են։ Ինչպես Նետանյահուն է մնում իշխանության ամեն ինչի գնով, որտեղ ինքը գիտի որ կնստի։ Ինչպես եւ Տրամփն է փորձելու մնա, ինչպես Պուտինն է մնում։ Հասկանում եք բոլորին բան, ինչպես Իվանիշվիլին է մնում, ինչպես Ալիևն է մնում, այդ բոլոր մարդկանց մոտ արդեն անձնական է, որտեղ իրանք այնքան սխալներ են գործել։ Էրդողանը ինչ է անում։ Էրդողանի փորձելով այդ ամեն ինչ իրականացնել, այսինքն երկարաձգնը ցանկալի անժամկետ սարքել իր կամ իր որդիների կառավարումը, ինքը արեց մի քայլ, որը Բախչելին գոյություն չունի Էրդողանի մինյոնն է։ Ասեց եկեք Օջալանին բաց թողենք։ Օջալանին խոսեցրին, Օջալանին ասցին, ասա թող քո մարդիկ զենքը դնեն, այնտեղ ինչ որ մարդիկ հայտնվեցին, որոնք անշուշտ KPK-ի անդամ էին, բայց հայտնի չի թե իրենց ազդեցությունը եւ արդյոք իրանցից բացի ազդեցիկ մարդ չկա։ Ասին, համաձայն ենք, զենքը վայր ենք դնում։ Սա ինչի համար էր պետք, սա պետք էր, որպեսզի սահմանադրական մեծամասնությամբ իրանց պարլամենտում անցկացնի սահմանադրության փոփոխություն, որը թույլ կտա վերադարձնել պարլամենտական վարչապետական համակարգը, որտեղ որ սահմանափակված չի ինչքան կարող ինքը մնա իշխանության։ Սա լրիվ նորմալ իրավիճակ է, որը որ դու բան ես անում քաղաքական պայքարի մեջ։ Պրոբլեմը եկավ նրանից, որ իր կողմնակիցների մի մասը զգալի ազգայնականները, որոնք որ իրան աջակցում են բացի այդ մինյոն Բախչելիից, բավականին մեծ զանգված գործգայլերի, որոնց ինքը դիմել էր օգնության, երբ որ ինքը Գյուլենի դեմ էր պայքարում, եւ հանրապետականները բոլորը դեմ էին դրան։ Ոչ թե քրդերի հետ պայմանավորվելու, այլ այդ իրավիճակին իրանք պահանջում էին հանրաքվե, որովհետեւ բոլորը մանավանդ հանրապետական կուսակցությունը երևի 2 տարի է
1.5 տարի հաստատ պահանջում է ընտրություններ, որպեսզի լինի ռեպրեզենտատիվ նորմալ պարլամենտ, որտեղ հիմա ասում է պարլամենտը չի համապատասխանում բնակչության իղձերին։ Ինչա պետք։ Դրա համար պետք է, օքեյ, Էրդողանը կամ պետք է ասեր եկի կանենք բան, հանրաքվե եւ փոխենք սահմանադրությունը, կամ ինքը պետք է մի կերպ պարլամենտում աներ։ Որպես ինքը պարլամենտում աներ եւ դա հալած յուղի տեղ անցներ, ինքը պետք է մի բան կազմակերպեր, որպեսզի վարկանիշը բարձրանար։ Քրդական հարցի լուծումը եւ Սիրիայում այդ բաները առաջի հայացքից կարող է լինել եւ ամեն ինչ նորմալ կլիներ, եթե Լաթակիայում չլիներ ջարդեր, որը ավտոմատ բերեց միջազգային հանրության ուշադրությունը ոնց որ sense ֆոկուս եկավ էլի վրան, ասին տղա ջան, ես չհասկացանք դու ոնց որ ասում ես դու նորմալ մարդ ես։ Այս քո բաստարդները ինչ մի եղերն են անում նորից այնտեղ, էնել ռուսների հետ նորից, այդ ֆլեշբեքերը առաջացավ, որովհետև ոնց որ Արցախի հարցը փակ չի, ու մեկ էլ նորից Ռուսաստանը եւ Թուրքիան ինչ որտեղ քրիստոնյաներ են կոտորում, բարև ձեզ կարող է դուք ապուշեք։ Այս նույն խաղն եք խաղում, սա բերեց բացականի ընդ որում նաև իր մոտ իր ընդդիմության մեջ եւ ինքը որոշեց անել մի բան, ինքը որոշեց ընդդիմության առաջատարին ձերբակալել, հայտարարեց, որ քանի որ Իմամ Օղլուն իրականում Իմամ Օղլուն շատ հետաքրքիր է, հիմա գրում են ակտիվորեն, որ ինքը Պոնտոսի հույն է, ուղղակի թուրքացրած։ Քանի որ Իմամ Օղլուն առաջի համալսարանը, որ սովորել է եղել է Հյուսիսային Կիպրոս, ինքը հետո տեղափոխվել է, բան ասաց դիպլոմա չեղարկում եմ։ Դե որ դիպլոմա չեղարկում, ինքը չի կարող մասնակցի ընտրությունների։ Որ ինքը զգաց, որ ամբողջ հասարակությունը բարձր ծիծաղած վրան, ինքը ասաց, հա, համել կաշառակեր է։ Ու ձերբակալեց Իմամ Օղլուն եւ էլի 100 հոգու, իր առնվազն 100-ից ավել։ Սա ավտոմատ վերեց դժգոհության, բայց պետք է հասկանանք ինչ։ Սկզբից 30-40 հոգի էին դուրս եկել միտինգի։ Հետո դուրս եկավ երիտասարդությունը։ Պետք է sense որ ամբողջ sense գիծը տանեք, կտեսնեք, որ օրինակ Կլիչ Դարօղլուն գնացել է Իմամ Օղլուի ընտանիքի մոտ տուն, որպեսզի ցույց տա աջակցությունը։ Ամբողջ հանրապետական կուսակցությունը ամբողջ բաներով դուրս են եկել, ասել են, որ սա քաղաքական պայքար է, եւ սրան միացել է նաեւ Մանսուր Յավաշը։ Մանսուր Յավաշը Անկարայի քաղաքապետ։ Այս երկու քաղաքները իրենց բաներն են։ Ընդ որում սա բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծում, որոշ տեղեր որոշ սոցիալական խմբերի մոտ Մանսուր Յավաշի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Իմամ Օղլուի։ Այսինքն այստեղ խնդիրը գնում էր սենց, որ նախնական պլանները, որ նայում էր ինչա գրած, որ Իմամ Օղլուն, այսինքն Պոլսի քաղաքապետը կգնա առաջի համարով, Մանսուր Յավաշը, այսինքն Անկարայի քաղաքապետը կաշխատի արևելյան շրջաններում այդ ռեդնեկների, այդ գյուղական համայնքներում, որտեղ իր վարկանիշը ավելի բարձր է։ Ակնհայտ է, որ այս մարդիկ բան են, տարբեր արժեքային են, բայց հիմա Էրդողանը ստացավ շատ ավելի վատ իրավիճակ, որովհետև ինքը Պոլսի քաղաքապետին եւ իր շուրջը կանգնած մարդկանց ձերբակալեց, շուտ հեքիաթ պատմեց, այն էլ բանից շուտ տվիտեր է գրում, այսինքն նես չի էլի, որ կարացել բանի Նավալնի չի, որ տանեն կորցնեն, ասենք հյուսիսներում, ի վերջո Թուրքիա, բան չի, փոքր է էլի, շատ տեղ չես կարա, բայց առաջնորդությունը մնաց Մանսուր Յավաշին, իսկ Մանսուր Յավաշի վարկանիշը այն շրջաններում, որտեղ որ ուզում եմ ասել Տրամպը, Էրդողանը զարմանալիորեն պարտվեց, լեռնային գյուղական բան, այնտեղ որ իսլամիստներն էին միշտ կրում, բայց հիմա պարտվեցին։ Այդտեղ սրա վարկանիշը ավելի բարձր է։ Պարզ է, որ Պոլսը, Սմիրնան, Անկարան, չգիտեմ, Ադանան, Տրապիզունդը, դրանք երբեք բան չեն, Տրապիզունդը սուտ ասեցի, նրանք կտան։ Այդ խոշոր քաղաքները արևմտյան ափի, իրանք երբեք Էրդողանին ձեն չեն տա, կամ իսլամիստներին։ Հա, իսլամիստներին կամ բաներին ձեն կտան այդ գյուղական համայնքների։ Սրանք կգնան ինչ որ մեկին ձեն կտան, հիմա դե Մանսուր Յավաշն է, այ եթե ինքը Մանսուր Յավաշին վերցներ, ապա կարող է հանրապետականը զրկվեր գյուղական եւ լեռնային շրջանների աջակցությունից, որովհետեւ նրանք շատ անձնավորված բան են։ Բարձր որ Պոլսը անձնավորված չի, Պոլսը գաղափարների հետևից է գնում։ Սա կյանք տենց է։ Այսինքն այստեղ հաշվարկը սխալ էր։ Եվ քանի որ հաշվարկը սխալ էր եւ իր այս հայտարարությունը, որ
ոչ բան չի կատարվում։ 80 տարեկան 4-ած դիմենցիայով բձեքը պետք է ռադալն են քաղաքականությունից, որտեվ իրանց ամեն մի արածը ծիծաղը առաջացնում ու բերում է ֆանտաստիկ վատ արդյունքների։ Ես չգիտեմ Տրամպը, Տրամպին լավ վերաբերում, Էրդողանը ոնց է որոշել, որ փոքր է։ Իրան թվում է ինքը, որ YouTube-ը փակում է, մարդիկ չգիտեն ինչա կատարվում։ Չէ, իր հույսը են, որ ինքը մնացել է, ինքն է իր հեռուստատեսությունն է, ինքը հիմա կասի մի քանի մարդ, ու իրան կհավատան ու ոչ մեկ դուրս չի գա։ Տղա ջանը տենց չի է։ Սա ներքին պայքար է ու այս ալիքը հարցնում եմ։ Թե դրսից արտաքին ինչ որ ուժերի կողմից գուցե ներքին պայքարը ի սկզբանե էր, հիմա արտաքինն էլ միանա, սրա նշանակետը, սրա վերջը ինչ եք կարծում, Էրդողանը մտահոգվելու թեմա ունի։ Միանշանակ ունի, որովհետև առաջի օրը տեսեք ոնց որ Հայաստանի չասեմ պատասխանատվությունը, կոնտակտային բանը ի վրա ստանձնել է Ֆրանսիան, ինչպես Ադրբեջանին է Բրիտանիան, Թուրքիային է Գերմանիան, եւ պետք է հիշեցնեմ, որ ամենաառաջի օրը, ես ուղղակի շատ եմ հետևում դրա համար տեսա, ամենաառաջի օրը, բուկվալն 1 ժամ հետո Գերմանիան ասեց ձերբակալությունը անընդունելի է, բաց թող։ Իսկ Տրամփն ու Պուտինը ասեցին մեր գործը չի։ Այսինքն էլ եմ ասում, 4-ած բիձեկ 80 տարեկան ես կոչ եմ անում բժիշկներին դիմել այդ մարդկանց, ասել գնացեք թոշակի։ Բայց դա բժիշկները չպետք է անեն, հասարակությունը պետք է անի, հասարակությունը չունի այդքան ուժ։ Հասարակությունը, քանի որ իրանք ժողովրդավարական նորմերից հեռու են, իրանք ժողովրդավարական կերպ չեն կառավարում։ Ձեզ տարական օրինակ բերեմ, Հարավ Աֆրիկայից ներմուծված, ապօրին ներմուծված մեյմունը, որը հիմա քանդում է ամերիկյան ժողովրդավարության հիմքերը, ինքը ոչ ընտրված է, ոչ նշանակված։ Այսինքն դու չես կարող Տրամպին գնալ, ասել ժողովրդավարական մեխանիզմներով կլինի գնաց թոշակի։ Իրան բժիշկը կարա ասի։ Ձյաց հիվանդես, Ռադոտ Քաշի գնալ, նույն բանը Պուտինին։ Ոնց եք պատկերացնում, ինչ ժողովրդավարական մեխանիզմ աշխատում Պուտինի մոտ։ Մենակ բժիշկը, մենակ Կաբաևան։ Կամ էսենց ալիք գուցե։ Չի աշխատում սա։ Չէ, ի վերջո իրանք զենք են կիրառել։ Ի վերջո, տեսեք, սա բանը Նավալնիի պատմությունն է։ Սպանելու են։ Սկզբից ինքը ուղղակի Պուտինը սկզբից նստացնում էր, հետո թունավորում էր, հետո մարդկանց ծեծում էր, լարում էր Ռուսաստանից, վերջում պրծավ նրանով, որ սպանեց։ Ինչ տարբերություն։ Նույն բանն էր ստեղը, որովհետև երբ որ Թուրքիայի կառավարությունը պայքարում է Օջալանի դեմ, դա մի բան է։ Երբ որ Էրդողանը պայքարում է իր իշխանության համար, դա ուրիշ բան է։ Թուրքիայի թեման որպեսի վերջացնենք հայ-թուրքականն էլ նայենք, Մարգարան, ներողություն։ Մարգարայի անցակետը բացվեց, 10 օրով բացվելու է եւ Հայաստանից Սիրիա հումանիտար բեռներ են գնում, դեորայք եւ այլն։ Ինչպես է գնահատում, ինչ տեղի ունեցավ, այսպես ասած։ Տեսեք, մենք օրինակ շատ հաճախ խոսում ենք, որ Ֆրանսիայում կա կոնսենսուս։ Հայաստանի հետ հարաբերություններով։ Գրեթե նույն բանը գոյություն ունի Թուրքիայում։ Թուրքիայում Հայաստանի թեման զբաղեցնում է այս վերջի այցը չհաշված, որից հետո իրականում երկրորդ եւ երրորդ էշելոնի թերթերում, առաջի էշելոնի թերթերում տես բան չի գրվել ԶԼՄ-ները, երկրորդ երրորդ էշելոնի բաներում, որոնք որ հիմնականում տարածվում են բավականին բարձր ինտելեկտով մարդկանց մեջ, քաղաքներում, which is բանը, տենց կարող ենք ասել, որ այո, Թուրքիայի վերնախավը կարդում է, տեղեկացված է եւ այլն, ինտելեկտուալ վերնախավն է նրանք ովքեր բան։ Բայց սա մեզ ոչ չի տալի, որտեղ այդ մարդիկ ի սկզբանե էին պատրաստներ այդ համագործակցել։ Այսինքն մեզ իրականում պետք կլիներ Մանսուր Յավաշի հետ հանդիպել, որ իր հանդրազանգվածին հասկացնել, որ ամեն ինչ օքեյ է։ Բայց ամեն դեպքում Թուրքիայում Հայաստանի սահմանի բացելու չբացելու հարցը տեղակայված է անհասկանալի քայլերի բանում, որտեվ իրականում որ բան ես անում, դու շատ հաճախ հանդիպում ես կարծիքի, որ կներեք էլի խիափակ։
ինչ են կարևոր փագը։ Ու այդ հարցը սենց գնալով ինչ կապ ունի Ադրբեջանը մեր սահմանի հետ։ Ըստ մենք Հունաստանի հետ կանանք իրար վրա կրակենք, սահմանը բաց է, ինչ ա եղել, չի Մենք ենք հարցնում, բայց Թուրքիան է Ադրբեջանով իրանք են հարցնում։ Գոյություն ունի։ Արտնացել են, հասկացել են, հա։ Իրանք միշտ են հարցրել, ուղղակի այնքան փոքր է այս հարցը, որ ասենք նույնիսկ որ նստեն 4 ժամ քննարկեն, կարող է հարցին տեղ չմնա։ Հասկանում եք։ Կա Էրդողանը նախորդ Էրդողանի բան կաբինետում կային մարդիկ, ովքեր Ալիևը պրոստը ֆինանսավորում էր։ Բացի դրանից այդ գյուլենականների փորձը 16 թվականին որ եղավ, այնտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվեցին Էրդողանի։ Եվ ինքը տենց արդեն մտերմացավ։ Հիմա էլ եմ ասում, չորցած բիձեքի բաները այդ թիմը Պետք է բիսեդքում նարդի խաղան, կեղտո դերիդ լսեցես բան նստեն իրար հետ խոսան, բա դուխի սենց արեցիր, բա հիշում ես Զելենսկին եկավ վրեդ գոռաց կայֆավատեղը, բա դու վրեն գոռացիր։ Իրանք սենց բաներ պետք է անեն։ Իրանց պետք է մեկուսացնել ու տանել միտեղ ծերանոց։ Էլ եմ կրկնում։ Տրամփ, Պուտին, Էրդողան, Նետանյահու, էս Աբշերոնցին էլ չի խանգարի, Տուրադքաշին դե։ Եթե ուզում է Նիկոլը կարա գնա հեծանիվ քշի իրանց հետ։ Այդ Մարագայի ուրեմն Մարագը ինչ է ասում։ Այդ մեկը աշխատելու է, Մարգարայի աշխատելու։ Մեկը աշխատելու։ Մեկը աշխատելու է, ոմանք մատնանշում են, հիշեցնում են, որ Ֆրանսիան դիմել է իր քաղաքացիներին, ասել է անհապաղ Իրանից դուրս եկեք, ասում են գուցե դա կօգնի նաև ֆրանսիացիները այդ ճանապարհով դուրս գան, եթե գտնվում են Թուրքիայում, գտնվում են Իրանում։ Իրանից դուրգյան Թուրքիա։ Թուրքիայից Հայաստան, Հայաստանով դուրս։ Ինչի համար Թուրքիայից դուրս եկան ժողովուրդ, Թուրքիան բան է, ինձ չի որ եթե չեմ սխալվում, Վանից նույնիսկ բան ռեյս կար Մարսել։ Թե չկար։ Հա, էական չի, բայց ամեն դեպքում հա ոչ մեկ չի ցանկանում։ Մատնանշում են, ասում են, որ Իրանում էլ։ Տեսեք, Իրանի հարցը մի փոքր ուրիշ է, որովհետև էլի եմ ասում, Տրամփի համար գոյություն ունի մենակ Իսրայելի շահ։ Ինքը ամեն ինչ պատրաստ է, բայց քանի որ հիմա այն որը խոսում է Ադրբեջանը խելիական չի, ինչ այդ կործանիչների հարցը էական չի էլ Իսրայելի համար, որովհետև հիմա ինքը ունի Ամերիկայի աջակցություն։ Եվ ինքը կարա Իսրայելից թռնի, խփի Իրանին եւ վերադառնա ամերիկյան բազաներ։ Կաթարում, Քուվեյթում, Իրաքում Կարիք չկա էլ գնալ Ադրբեջան, էլ հետ եմ ասում, դրա համար է տենց մի քիչ բան։ Ինչ վերաբերում է Իրանին խփելուն, ես մնում եմ իմ կարծիքի, որ տեսեք, ինքը նույնիսկ հութիներին խփեց Տրամփը։ Եվ մատուկ թափվեց Իրանի վրա, ասես։ Ինձ թվում է, դուք դրա վրա եք ուշադրություն, լավն է, չէ՞, մեր տեղեկատվական ֆոնը։ Իսկ դուք ոչ մեկ չմիացավ իրեն։ Ոչ մեկ չմահացավ։ Ոչ մեկ չմիացավ իրեն։ Չմիացավ, այո։ Առաջին անգամ 45 թվականից, նույնիսկ ավելի շուտ, 42, առաջին անգամ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական օպերացիա են իրականացնում, որի վրա ամբողջ աշխարհը փաթաթած ունի։ Ոգի թքած ունեն դրա վրա, ինչ ուզում ես արա, գնուց գնա մեռի, ոչ մեկ չմիացավ։ Սա էսն է, որ ասում եմ, դու շատ երկար կարող ես կառուցել քո բարի համբավը ու կորցնել 30 օրում։ Առաջին անգամ է, ես լիքը մարդ չի նկատել ինչ ակա, սա ֆանտաստիկ է։ Նույնիսկ Վիետնամը, Ավստրալիան պաշտոնապես միացավ ու մասնակցեց։ Եվրոպայից գալ մի մասը դեմ էր, բայց Ավստրալիան կապել էր մասնակցում էր։ Ինքը մենակ չէր Վիետնամը։ Իսկ դեռ ինքը մենակ։ Լրիվ։ Եվ Իրանի թեման էլ Հետևաբար Իրանի վրա եթե ինքը փորձի հարձակվի, ես խիստ կասկածում եմ, որ չեկիկ չասեմ։ Ինչ որ այսպես անուղակի ակնարկներ համենայն դեպս արվում։ Տեսեք, ես դες ասեմ ինչի եմ ես համարում սա վտանգավոր Իսրայելի համար, որ մարդիկ բան չանեն, էլ Հավայի վրաս բան չանեն հակասեմիտություն։ Կա երկու հոգի։ Մեկը Նետանյահուն է, հանցագործ եւ ռազմական հանցագործ Հաագայի տրիբունալով։ Մյուսը բավականին ոչ հեռատես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ հեռատես նախագահ, որը փորձում է 1910-11 թվականների կամ նույնիսկ դրանից առաջվա 890-ականների մոդելով վերականգնել Ամերիկայի տնտեսություն։ Սա չի ստացվի։ Ուղղակի չի ստացվի, աշխարհն է ուրիշ, թողենք։ Բիբին որպեսի չդատվի, պատերազմներ անում։ Ինքը 3 օր առաջ նորից Գազայի վրա հարձակվեց։ Ընդ որում ցամաքային օպերացիա։ Այսինքն ինքը անձամբ պետք է վերացրի։ Ինչու՞։ Որովհետև ինձ թվում է ինքն էլ է հասկանում, որ ինքը Համասը չի վերացրել, բայց ինքը ուզում է հավատա, որ կվերացնի, եւ դրա պատճառով ինքը իր պետությունը ոչնչացնում է, իր մարդկանց ոչնչացնում է, որովհետև դու չես կարող ոչնչացնել Համասը, որովհետև Համասը դա Գազայի մարդիկ են։ Դու չես կարող ոչնչացնել դա։ Ինքը դրսից չի, ինքը ներսից է, ու ինչքան խփում ես ինքը այդքան ուժեղանում է։ Ես ուզում եմ հիշեցնեմ, բան կար մի հատ, Կաստրոյի ասացված կար, իրականում Կաստրոն վերցրել էր այդ մեքսիկական ապստամբներից։ Ասում է բանը, որ նրանք մեզ թաղում էին հողի մեջ, բայց չգիտեին, որ մենք եգիպտացորենի հատիկ ենք։ Այսինքն, երբ որ դու մի հատ Համասին ինքը եգիպտացորենի հատիկա դու իրան գցում ես, ինքը աճում է մեկի տեղը 10։ Այդ բանը իրականում Կաստրոյի շիրմաքարն էլ է այդ բանի տակ դրած, այդ իր շիրմաքարին է գրած, որ մտածում ես ինչի մասին, այո, իհարկե, դա դրա մասին, որ դու կան իրավիճակներ, երբ որ դու ինչքան խփում ես, այդքան դիմացինդ ուժեղանում է, դու թուլանում ես, դու քո էներգիան իրան ես տալի։ Սա շատ հաճախ լինում է ոչ թե նրանից, որ դու սխալ ես, ինքը ճիշտ, բայց 90% դեպքերում դա տենց է։ Դա նաև նրանից է, որ հարվածելու ձև կա, եթե ֆիզիկական ուժ ես կիրառում այնտեղ, որտեղ որ ֆիզիկական ուժ չի կարելի կիրառել, հա դու սպառվում ես։ Ես նորից եմ ասում, Իսրայելը վերջացել է։ Մենք մեր նույնիսկ ես ու դու կարող է տեսնանք, ոնց է այդ պետությունը ոչնչանում։ Զրոյից ցնդում է։ Ինքը երկու պետություն է դառնալու, բայց երկու պետություն ոչ թե պատվով, այլ առանց արժանապատվության։ Այսինքն իրան նորից փրկելու են։ Սա մեկ, երկուսը։ Տրամպը այնքան է համարում, որ ինքը Իսրայել, եկեք համակից դուրս գանք։ Ուղղակի ուզում եմ հիշեցնեմ, գիտեմ, որ մեզ լսում են։ Պրոբլեմը նրանում է, որ Իսրայելը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշումով։ Իհարկե գոյություն ունեն հեքիաթներ, որոնք ինչ-որ գրքերում, որոնք որոշ մարդիկ սուրբ են համարում, բացի եկավ Աստված էս հող իրանց է տվել, եկեք այդ հիմարությունները տարգենք, հա։ Ինձ միշտ այդ բանը, թողեք, երբ որ միջազգային հարաբերություն կրոնական բան է, Իսրայելը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ։ Եթե Ամերիկան եւ Իսրայելը ՄԱԿ-ից դուրս են գալի, Իսրայելը պետք է գոյություն չունենա, որովհետեւ Իսրայելի գոյության միակ երաշխիքը դա ՄԱԿ-ի փաստաթղթերն են։ Ոչ մի ուրիշ հիմք չկա այդ պետությանը տեղ գտնվելու։ Իսրայել պետության չեմ ասում հրեաները չպետք է ապրեն Պաղեստինում, այդ իրանց հողն է, իրանք պետք է ապրեն։ Բայց Իսրայել պետություն, որը ունի սահման, մայրաքաղաք, դիվանագիտական ծառայություն, բան ինչ որ, այս ամեն ինչը գոյություն ունի, որովհետև ՄԱԿ-ը որոշել է։ Եթե դու ասում ես ՄԱԿ չկա, օքեյ, այդ դեպքում դու էլ չկաս։ Վերջ։ Բայց ՄԱԿ-ը երկու պետություն է որոշել, ճիշտ է, Պաղեստինի, իդեպ Պաղեստինի։ Այո, Պաղեստինը չի ասում ՄԱԿ-ը չկա, չէ։ Պաղեստինը ասում է ինձ ՄԱԿ վերցրի։ Իսկ սրանք ասում են ՄԱԿ-ը չկա, օքեյ, տեղերով փոխվեք։ Հարց չկա, տեղերով փոխվեք։ Ենի կարգավիճակ չունի, ինքը փոխվեք տեղերով ինքը տոնը։ Հիմա ինչ վերաբերում է Տրամպը եւ Իրանը։ Ավելի հիմար պատմություն Ամերիկայի համար կամ հարձակվել Իրանի վրա, դժվար է հնարել։ Նույնիսկ գոռալ Իրանի վրա, որտեղ մի հատ լուրջ խնդրեմ կա։ Տեսեք, Ամերիկան հայտարարում է, որ իր ռազմական բյուջեն 800 միլիարդ դոլար է, որոնցից մոտավորապես 380-400 միլիարդը դա աշխատավարձ թոշակներն են։ Ամերիկյան համակարգը այնպիսին է, որ բոլոր բաների, վետերանների բանը, թոշակները, սոցիալական վճարումները, բաները Պենտագոնն է տալի, այսինքն ռազմական բյուջեի վրա են։ Կա 75 տարեկան մարդով թոշակ ստանում, այդ թոշակը այդ տեղից է գալիս։ Մոտ կեսը դուրս եկա, տակը մնաց 500։ Ուրեմն քանի որ Ամերիկայի զորքերը սփռված են ամբողջ աշխարհում, մոտավորապես 100-150 միլիարդ
մինչև 200 միլիարդ ամեն տարի գնում է լոգիստիկայի վրա, որտեղ դե ասենք հնդկական օվկիանոսի կենտրոնում շուտ տեղ կա ճապողս։ Լոգիստիկ ոչ մի կապ չունի բանի հետ։ Բացի դրանից գոյություն ունեն պրոյեկտներ, որոնք շատ թանկ են։ Օրինակ, BMX Spirit-ները բաներ այդ stealth ռմբակոծիչները բաները, նրանց 1 ժամը մոտավորապես $1 միլիոն արժի։ Թռիչք։ Երբ որ այս ամեն ինչը վերածում ես, այս ամեն ինչը հանում ես, թողում ես բուն զորքերի, տեսնում ես, որ կարող է իր ռազմական բյուջեն, կարող է նույնիսկ Ֆրանսիային չհասնի։ Բուն բանակի։ Ու ասեմ ինչու, որովհետև երբ որ Իրաքում օպերացիա իրականացվեց եւ եկան իր հետ բոլոր դաշնակիցները մտան, հետո Աֆղանստան մտան։ Աֆղանստանի վերջը այն էր, որ դու ամբողջ ՆԱՏՕ-ով, որտեղ 5-րդ հոդված աշխատացրել, մտել ես մի երկիր, որը ոչ պետական մարմիններ ունի, ոչ կառուցվածք ունի, ոչ բան ունի, ինչ-որ սարերով վազվզող բաներ են, մարդիկ են։ Դու ասենք 10 տարի մնացիր, թե ավել նույնիսկ, երբ 2003-ին մտար, շատ 20 տարի մնացիր։ 2020-ին դուրս եկար, չէ՞, Բայդենի ժամանակ։ Հրաշալի է, ինչով վերջացա, ոչ մի բանով։ Ոչ մի բանով։ Ոնց տալիբների իշխանության էին, երբ որ դու մտար, այտենց տալիբների իշխանության մնացին, երբ որ դու դուրս եկար։ Ոչ մի բան։ Մա ինչ վերաբերում է Իրանին։ Իրանը քանակով ավելի շատ է, տեխնոլոգիապես ավելի զարգացած է։ 6000 տարվա պատմություն ունի, որը Ամերիկան հələ 300 անգամ Ամերիկայից ավել, 300 անգամ։ Սովորա, որյան կարող գան գրավեն։ Ալեքսանդր Մակեդոնացուց գիտենք գրավոր իրենց գրավում են բան են անում, դու իրենք էլի վերականգնում են, արաբներն են գալի էլի վերականգնում են, այսինքն դու չես կարող Իրանի դեմ, դու չես կարող ոչ բան անես։ Կան դեպքեր, երբ դու չես կարող ոչինչ անես։ Հայ ազգի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ եղեռնով չես կարող ստիպես ազգը մտափոխ անես։ Եղբայր կա պրոբլեմ։ Այդ պրոբլեմը Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները չեն։ Այդ պրոբլեմը Օվալ կաբինետում նստած անձնավորությունն է։ Որովհետեւ եթե Տրամպի աջակցությունը չլիներ, երեք Նետանյահուն չէր հարձակվի այդ մարդկանց վրա։ Իրանի վրա հարձակվել, ես ժողովրդավարության կողմնակից եմ, ես հասկանում եմ եւ ընդունում եմ, որ Իրանը կարող ունենա մշակութային տարբերություններ, բայց չեմ ողջունում այն ամբողջ ծավալը բաների, ասենք նորմերի, շարիատի, որոնք գործում են, բայց կներեք, դա իմ գործը չի, ինքը չի գալի իմ տուն ասում դու սենց արա, եղբայր իրա տան մեջ է, օքեյ, եթե խնդիր տեսնամ իմ քաղաքացու հետ կամ իմ էթնիկ բանի ներկայացուցիչ, ես այդ հարցը կբարձրացնեմ, բայց ես չեմ տեսնում այդ խնդրեմը։ Դե Թրամփն էլ տեսնում է միջուկային համաձայնագիր, ասում է 2 ամիս եմ տալիս։ Որինչ։ Իրանին 2 ամիս եմ տալիս։ Որինչ։ Ասենք տվեցիր։ Հետո ինչ ես անելու։ Խփելու ես։ Okay, որ խփեցիր ինչով է դա պրծնելու։ Դե տան ուղակի ակնարկներն են։ Չէ, տեսեք, ես դες փորձում եմ բացատրեմ։ Չես կարող վախեցնես, որովհետև խորեն մարդը հասկանում է, ասենք, որ խփեցիր, ասենք լավ, խփեցիր, գործարանս վերացավ։ Միջուկային զենքի ստեղծումը դա տեխնոլոգիա է։ Տեխնոլոգիա։ Ընդ որում Ջորջ Բուշը հերը մի անգամ շատ հետաքրքիր բան ասաց, ասաց ես վախեցած եւ ապշած եմ, որովհետեւ պարզվում է, որ սովետական միությունում 8-րդ դասարանի ֆիզիկայի գրքում գրած է ոնց սարքել միջուկային ռումբ։ Հիմա ոնց սարքելը գիտենք, տեխնոլոգիան ստացել են, մինչև 60% հարստացրել են ուրանը։ Okay։ Ինչ ես խփես չխփես։ Խփես չխփես, ինքը արդեն գիտի ինչ, գիտի ոնց։ Եղբայր նստի պայմանավորվի։ Եթե ինքը հասել է նրան, որ կարողանում է հարստացնել 60% իրականում քիչ չի, այսպես կոչված կեղտոտ ռումբերի համար։ Ընկեր նստի պայմանավորվի, որովհետև հոպար քո հարավաֆրիկյան կապիկով դուք 4 տարով եք, լավ ասենք մի քիչ էլ սահմանադրությունը փոխեցիք, հեղաշրջում արեցիք, լավ 8 տարուց հետո սատկելու ես, արա։
քեզանից հետո, որը սենց արեցիր, Իրանի միջին բնակչության տարիքի միջին բանը, տարիքի բանը 30 չի հասնում։ Այսինքն իրանք 80 միլիոն են ու երիտասարդ։ Դու հիմա որ խփեցի իրանց երկրին։ Իրանք կսպասեն դու կսատկես, իրանք քո Իսրայելը ռետինով կջնջեն։ Որտեվ իրանք այդ ժամանակ լինելու են 110 միլիոն, իսկ քո Իսրայելը ոնց իրականում 4 միլիոն կա, այտենց դառնալու է 2.5։ Որտեվ Իսրայելի, երբ որ բանեն 10 միլիոն, 10 միլիոնից 6 միլիոնը արաբ են։ 10 միլիոնից 6 միլիոնը արաբ են։ Այո, այդպես է, իսկապես այդպես է։ Ռասմուսեն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր մեր լավ ախպերը։ Մեր լավ ախպերը։ Հետաքրքիր ընդամենը երկու իր հայտարարությունների վրա քիչ է մնում ժամանակը, բայց անպայման պետք է այս երկուսի վրա ձեր ուշադրությունը գրավեմ եւ խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Առաջինը Ադրբեջանի շահից է բխում ստորագրել այս համաձայնագիրը, պայմանագիրը, քանի որ այն ավելի լավ հարաբերություններ կբերի Ադրբեջանի միջազգային համայնքի միջև։ Այս սրա վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք, փաստորեն նա փաստում է, որ վատ են հարաբերությունները Ադրբեջանի եւ միջազգային համայնքի, եւ երկրորդը ճիշտ ասած ինձ համար նորություն էր, որ Ռասմուսեն գլոբալ միջազգային կազմակերպություն կա եւ նա հայտնել է, որ այդ կազմակերպությունը, այո, դա հիմա ես մարդ եմ, չգիտեի, որ եկել է եւ օգնում է ուշադրությունն այդ կազմակերպությունը օգնում է Հայաստանին դիվերսիֆիկացնել իր միջազգային հարաբերությունները։ Նա արդեն եղել է Իջևանում, հանդիպել է ԵՄ դիտորդների առաքելության հետ, ընդ որում շատ հետաքրքիր էր, նա ասաց, որ սահմանից եթե անգամ դուրս գան, դա չի նշանակում, որ Հայաստանից դուրս Միանշանակ, երնորը ես էլ եմ ասել, ժողովուրդ, սահմանից դուրս գալը դա պահանջ է Ադրբեջանի, որոնք մերոնց համաձայնվել են, ասում է սահմանին ըստ այդ պայմանավորվածության, սահմանին պետք է տեղակայված չլինեն, կրկնում եմ, Եվրոպական դիտորդական առաքելությունը տեղակայված է խորը թիկունքում, քաղաքում, քաղաքի մեջտեղը կաֆեի կողքը, ինքը տեղակայված չի սահմանին։ Իսկ ինչ վերաբերվում է իրանց այցերին, ապա ոչ մի պայմանագրով, ոչ մի կերպ դու չես կարող ազատ տեղաշարժը սահմանափակես, մարդիկ նստում են ավտո, գնում քշում են, ավտո ճանապարհ կա քշում են, կամ օֆրոդ են անում, քշում են, ոչ մի չի կարող իրանց արգելի դա, իրանք չեն տեղակայված, իրանք շարժի մեջ են, դա արգելված չի, այսինքն վերջ, այդ բարձը փագա։ Ես ասեմ, այսենց նման բաները, որոնք որ հարցազրույցի տալի, ցանկացած կետ, որ ասում եք, ես այդ կետի 2-3 շրջանցման ձև գիտեմ։ Ցանկացած կետ, ինչի մասին որ խոսացել են։ Տեսեք, կետի տենց, ասենք, չգիտեմ, այն բանը ինչ էր այն ус պահանջը։ Հայցադիմումների կանչել։ Okay, ես ունեմ 120,000 տեղահանված մարդ։ Յուրաքանչյուր մարդ ունի իր ընտանիքի պատմություն։ Ես ունեմ նկարներ գերեզմանատների, բաների ոչնչացման, եկեղեցիների ոչնչացման։ Յուրաքանչյուրը բավարար դեպք է, որ ես մտնեմ։ Ոչ պետությունը։ Հա? Ոչ պետությունը։ Ուրիշ պետություն կարա մտնի Հաագայի տրիբունալ։ Դե ասելիքս է։ Հիմա պատկերացնում եք, հա, ասենք բանը։ Հենց հիմա Շվեյցարիան հայտարարել է, որ ինքը կազմակերպելու է ուղիղ բանակցություններ Ադրբեջանի եւ արցախցիների միջեւ։ Այսինքն արցախցիները ունեն կարգավիճակ, առնվազն Շվեյցարիայում։ Ինչ եք ուզում, ասուց կրակ եք ուզում, ես բանը, հիմա ինչ վերաբերում է Ռազմուսենին, ոքեյ, չգիտեմ։ Չէ, ես Հայաստանին եկել է և օգնում է դիվերսիֆիկացնել իր միջազգային հարաբերությունները։ Ինքը չգիտի, որ ինքը չի օգնում դիվերսիֆիկացնել, ինքը օգնում է, որ մենք գնանք դեպի Եվրատլանտյան կառույցներ, ուղղակի որպեսզի Նիկոլը չնեղանա, ասում է դիվերսիֆիկացում։ Չգիտեմ, այսօր այդ բանը կլոր սեղան կա, ես մասնակցելու եմ, այդ ձեր հարցերը գտամ։ Հրավիրված եք այնտեղ եւ վերադառնանք էլի մեր հարևանությանը, ուրեմն լավ հարաբերությունների կբերի Ադրբեջանի եւ միջազգային համայնքի միջեւ ասում է Ռասմուսենը, եթե Ադրբեջանի նախագահը ցույց տա, փաստորեն Ռասմուսենը, տեսեք ինչի վրա է մատնանշում, եթե Ադրբեջանի նախագահը ցույց տա, որ ինչպես եւ Փաշինյանը նպատակ ունի հաստատել խաղաղություն։ Ալիևը չունի այդ նպատակ, բազմիցս ասել եմ, սահմանը բացվելու է, արդեն իրենց բաներն են գրում, մենք տպավորությունից որ մեզ լսում թարգմանում բանը, եթե ինքը խաղաղություն կնքեց, ինքը պետք է սահմանը բացի, հիմա բանը արեմ չով հուլիս, սահմանը բացեց ինքը կորցնում է բնակչություն, զգալի մաս,
ինքը կորցնում է տնտեսական բաներ, որովհետև հիմա ինքը կարողանում է բյուջեն մսխել, ասել, որ Հայաստանը հարձակվում է մեր վրա, եւ այդ պատրվակով ձեր սոցիալականը չեմ տալի, ձեր ճանապարհները չեմ սարքում, էսի չեմ անում, այն չեմ անում։ Ղարաբաղը բիզիմ դիր կան։ Ում վրա է ազդում Ադրբեջանի այդ հայտարարությունները, որ Հայաստանն է առաջինը մեզ վրա հարձակվել, Հայաստան պետք է գա, մեր ժողովրդին հանել է Հայաստանը, մեր ժողովուրդը հետ պետք է գա Հայաստան, ամեն ինչը Հայաստան, այսպես շուռ է տալիս, ամեն ինչը Հայաստանի վրա։ Այդ ամեն ինչը արվում է երկու բան։ Նախ ադրբեջանցիների, որոնք իր մոտ են ապրում եւ Ռուսաստանում, շատ կարևոր է։ Ինչ գիտեն, որ Ադրբեջանն է 3 անգամ էլ այդ պատերազմը սկսել։ Կապ չունի իրանք ինչ գիտեն, իրանք կարևորը իրանք ինչին են ուզում հավատան։ Լավ։ Դա տենց դա մենք։ Երկուսը, քանի որ այդ համատեղ Ռուսաստանի այդ օպերացիա դա արվում է, որպեսզի խաղաղության պայմանագիր չկնքվի եւ Հայաստանը բան չանի, այդ հանգիստը չստանա, եւ առնվազն Թուրքիայի հետ օրինակ սահմանը չբացվի, որը թույլ կտա Հայաստանի տնտեսությունը շնչել առանց Ռուսաստանի, հասկանում եք, այստեղ թեման որն է։ Այստեղ թեման է, որ հենց Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ բացվեց, մենք ունենում ենք աշխատող երկաթուղի եւ բան, ճանապարհ բեռնատարների երկուսը համատեղ Ռուսաստանի գործոնը զրոյանում է, զրո, որովհետև ինքը վերածվում է բանի, ասենք Լարսը աշխատում է, չի աշխատում, թքած աշխատում է, չի աշխատում։ Ես ասենք 500 միլիոնանոց շուկայի բան եմ բացում, այդ էլ չհաշվի Թուրքիան, որ 80 միլիոն է, ընդեղ էլ նենց չի, որ ամեն ինչ բանը, մենք Եփրատից էս կողմ համարեք սաղ շուկան մերն է, ինչ կարտադրենք, ստեղ կծախենք առանց պրոբլեմի։ Եփրատից էս կողմ, կոպիտ ասած էս մեր փայնը։ Ոչ թե որովհետև սենց ինչ-որ փրտենք, թափենք բան, ինչ-որ էս սուտի ազգայնական բանը, շարժումները, որոնք անգրագետ Ռուսաստանի պատվերն են կատարում, սկի չգիտեն դրա մասին։ Տնտեսապես էս կողմը ինքը զգալիորեն տարբերվում է արևմտյան մասից։ Հայկական լեռնաշխարհում, ասենք մենք առավելություններ ունենք, թե արտադրանքի, թե բանի տեսենք, ինձ էլ չհաշվեց, որ այնտեղ որոշ էթնիկ բաներ էլ կան, որ մենք կարող ենք իրանց հետ ավելի հանգիստ աշխատել, քան թուրքական կենտրոնական կառավարությունը։ Այստեղ բանը Ռուսաստանին դա պետք չի։ 1. Ադրբեջանին դա պետք չի։ 2. Ուղղակի պետք չի։ Իրանք փորձում են այս ամենը չտապալել։ Դրա հետ է կապված։ Եվ ամենակարևոր հիմա ստացվել է, բախտները բերվել է, ամենակարևոր ռեսիպիենտը այս ինֆորմացիայի երևի թե Տուլսի Գաբարդն է եւ Տրամփը, որին իրանք սա հրամցնելու են, որ հայերն են հարձակվում։ Ինչ որ մի պահ կարա աշխատի։ Չգիտեմ։ Ասենք մեր շոյերը հակնեն կան մեր տարած։ Հանգիստ ինչ որ մի պահ կարա աշխատի։ Ինչ ասես անեն։ Քանի որ բան չկա, ռազմավարություն չկա։ Տրամփը չունի ռազմավարություն։ Տեսեք, ես Կանադա 51-րդ նահանգ, Ալյասկա 52-րդ նահանգ, Գրենլանդիան պիտի ձերբակալենք, սաղին տանենք տուն, բանես, սրանց պիտի տանենք։ Սա նշանակում է, որ ինքը ռազմավարություն չունի։ Ինքը արագ բոլոր տեղերից փորձում է բռնի։ Իսկ իմացող մարդիկ ասում են, որ ինքը ուղղակի Օբամային է նախանձում, ուզում է բան ստանա։ Նոբելյան մրցանակ խաղաղության։ Կանոն Օբաման ասում են 11 թվականին լավ իրեն բանը արել, սպիտակ տան ընտրիկին ձեռը առել, հիմա ինքը տենց փորձում էաբարոտ կխլի։ Ամենավերջում Ուկրաինայի արտգործնախարարի ղեկավարի ձևակերպումը Ուկրաինան պատրաստ չէ տարածքների զիջումների հաշվին Ռուսաստանի հետ պատերազմ դադարեցնելու պայմանավորվածություն ձեռք բերել։ Պատրաստ չենք մենք։ Սլավա Ուկրաին։ Սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյան, շնորհակալություն։ Շնորհակալություն, չվախեք։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, զրուցուար մեր Գայան Առաքելյանը, բարին անձես։